Վիրավորողը մուտք է գործում քո անձնական տարածք, քո հույզերի տարածք, քո հոգեկան ապրումների տարածք եւ քեզ վնաս պատճառում։ Մարդու ամենամեծ ցավերից մեկը այն չէ, թե ինչ է իր հետ պատահել, այլ ով է այդ ցավը իրեն առաջացրել։ Եվ այս առումով վիրավորվածությունը դառնում է նյարդաբանական արձագանք, հոգեբանական մարտահրավեր եւ հոգեվոր փորձություն։ Մենք երբեմն խոսում ենք գերբնական հաղթանակների մասին, մեծամեծ հրաշքների եւ նվաճումների մասին, այնինչ ամենօրյա ճակատամարտներից մեկը մարդկային հարաբերությունների խնդիրները լուծելն է եւ ճիշտ վարվելն է այն մարդու հետ, ով վիրավորել է քեզ։ Նման տիպի հաղթանակների մեջ է թաքնված քո խաղաղությունը, քո հաջողությունը, անգամ քո առողջությունը։ Եվ վիրավորանքի մեջ հենց մեր վերաբերմունքն է որոշում մեր հոգեպես եւ հոգեվորապես հասուն լինելը։ Բարեկամներ, մինչ ես կշարունակեմ խոսել այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ցույց տանք մեզ վիրավորողին, կխնդրեմ, որ չմոռանաք անպայման հավանեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք այս ալիքին, որպեսզի նման տեսակի նյութերը ավելի մեծ լսարանի համար հասանելի լինեն եւ դրանով հանդերձ շատերին օգտակար լինեն։ Դուք իհարկե պարտավոր չեք դա անել, բայց եթե անեք, ես անձամբ ձեզ շնորհակալություն կհայտնեմ։ Իսկ մենք շարունակենք։ Նախորդ տեսանյութում արդեն խոսել ենք վիրավորանքի քայքայիչ ազդեցության մասին։ Պարզապես շատ հակիրճ կուզենամ հիմա ասել այն մասին, թե վիրավորվածությունը ինչպիսի ազդեցություն է թողնում մեր ուղեղի աշխատանքի վրա։ Երբ դու վիրավորվում ես, քո ուղեղում ակտիվանում է սթրեսի կենտրոնը, ամիգդալան, եւ այդ ժամանակ մենք տաքարյուն ենք դառնում, սիրտը սկսում է արագ բաբախել, քրտնարտադրություն է առաջանում, առատ։ Մենք հուզվում ենք, շփոթվում ենք, տաքանում ենք, կորցնում ենք երբեմն մեր ինքնատիրապետումը, մեր բառերը դառնում են անվերահսկելի, հույզերը արթնանում են, զգացմունքները տաքանում են եւ մենք սկսում ենք բարկանալ։ Այդ ժամանակ քո ամբողջ օրգանիզմում, քո ուղեղում եւ քո ամբողջ հոգեկան աշխարհում միանում է անվտանգության ազդանշանը եւ հնչում է հետեւյալ հայտարարությունը. ես վտանգի մեջ եմ, եւ մեր ամբողջ օրգանիզմը սկսում է հակազդել այդ վտանգին, սպառնալիքին, մեր ներսում սկսում է լարվածություն առաջանալ եւ մեր ամբողջ գոյությունը սկսում է մտնել պատերազմական ռեժիմի մեջ։ Պատկերացրեք, որքան էներգիա է մեզանից խլելու այս ռեժիմը։ Իսկ մարդիկ կան, որոնք տարիներ ապրում են այս ռեժիմով, անդադար սթրեսի, միացրած իրենց անվտանգության ազդանշանի այդ ձայնը սուր եւ ծակող եւ անդադար ամեն տեղից սպառնալիքներ են սպասում։ Սա իսկապես խաղաղ կյանք չէ, սա քայքայիչ, թունավոր եւ առողջության համար վտանգավոր կյանք է։ Հոգեբանները սա կոչում են հուզական գերակտիվություն։ Մեր ամբողջ հույզերը սկսում են լարվել, գերակտիվանալ եւ ուղղորդվել դեպի այն կետը, որտեղից գալիս է սպառնալիքը։ Երբ ինչ-որ մեկը ձեզ վիրավորում է եւ դուք արձագանքում եք հակընդդեմ վիրավորանքով, ապա այդ ժամանակ նոր ցիկլ է սկսվելու եւ դուք անդադար պտտվելու եք այդ շղթայի մեջ։ Վիրավորանք, արձագանք, վիրավորանք, արձագանք, փոխադարձ արձագանք, եւ դա կարող է հարատև լինել եւ կարող է քայքայել ձեր ամբողջ ներաշխարհը։ Հետևաբար վիրավորվածության ժամանակ դու սովորաբար երկու արձագանք ունես։ Մեկը վիրավորելն է, մյուսը վիրավորվելը։ Բայց եկեք ձեզ մի լավ խորհուրդ տամ։ Երկուսն էլ վատ արձագանք են։ Երկուսն էլ վտանգավոր են ձեզ համար եւ ձեր դիմացինի համար։ Փոխարենը այս երկու արձագանքի ես ձեզ կառաջարկեմ 7 քայլ, որոնք ձեզ կօգնեն հաղթահարել վիրավորվածության զգացումը, ինչպես նաեւ դրանով դուք կարող եք նաեւ օգտակար լինել ձեր դիմացինի եւ խնդիրները ավելի բարդացնելու, սրելու փոխարեն դուք կարող եք հարթել եւ կենտրոնանալ լուծման վրա։ Ուրեմն գնացինք։ Հոգեբանության մեջ կա այսպիսի հասկացություն, emotional detachment, այսինքն հուզական տարանջատում։ Հիմա կբացատրեմ, թե ինչ է դա նշանակում։ Սա չեզոքություն չէ,
այլ գիտակցված ընտրություն, չթողնելու, որ ուրիշի խոսքերը փչացնեն քո տրամադրությունը, ուրիշի վերաբերմունքը որոշի քո կյանքը։ Ուրեմն դու քեզ առանձնացնում ես այդ հուզական վիճակից, քեզ չես նույնացնում այդ դրության մեջ եւ փորձում ես կողքից դիտարկել այդ իրավիճակը, չնույնանալով հուզական եւ լարված զգացական ֆոնին։ Վերջ-վերջո դու պետք է պատասխանես հետեւյալ երկու հարցին. ով ես դու, ուրիշի վերաբերմունքի զոհը, թե քո որոշման ստեղծագործողը։ Այսինքն ուրիշի վերաբերմունքը պիտի որոշի, թե ով ես դու, թե ինքդ ես քո որոշումներով կերտում քո կյանքը։ Քրիստոնեական ընկալմամբ այս հուզական տարանջատումը կոչվում է խաղաղություն ամեն մտքից վեր, այսպես գրեց Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին 4:7 խոսքում։ Այսինքն քո խաղաղության առկայությունը պայմանավորված չէ տարբեր մտքերով կամ մարդկանց խոսքերով եւ վերաբերմունքով։ Սա աստվածային խաղաղությունն է, որը վեր է ամեն մտքից։ Դու այդ հուզական շրջանակի մեջ չես գտնվում։ Մարդկանց մտքերը եւ վերաբերմունքը եւ խոսքերը չեն, որ քեզ ձևավորում են, ստեղծում են քո մեջ տրամադրություն, այլ դու կողքից ես նայում այդ իրավիճակին, քեզ չես նույնացնում այդ իրավիճակի հետ եւ թույլ ես տալիս, որ Աստծո խաղաղությունը, որը վեր է ամեն մտքից, դուրս է ամեն մարդկային իրավիճակներից, տիրի քո սրտին։ Իհարկե, այս առումով ամենահրաշալի օրինակը մեզ համար Տեր Հիսուս Քրիստոսն է, հատկապես քրիստոնյաների համար, նրա վերաբերմունքը մեզ համար մոդել է, օրինակ է։ Եվ տեսեք, թե Պետրոս առաքյալը նկարագրելով Քրիստոսի չարչարանքները, նախատվելը եւ մարդկանց կողմից սխալ վերաբերմունքին արժանանալը, ներկայացնում է, թե Տեր Հիսուսը ինչ վերաբերմունք ցույց տվեց մարդկանց։ Առաքյալը հետեւյալը գրեց. նախատվելիս նա, այսինքն Հիսուսը, փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում։ Ցավոք սրտի ես շատ եմ տեսնում անգամ քրիստոնյաների մեջ, որոնք սպառնում են Աստծո դատաստանով, զգուշացնում են, որ իմ հանդեպ այսպես վարվիր, ճիշտ վարվիր, թե չէ քեզ հետ այսպես կլինի, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդպիսին չէր, եւ շատ գեղեցիկ է նկարագրում Պետրոս առաքյալը, նախատվելիս նա փոխադարձ, փոխարենը չէր նախատում եւ չէր սպառնում եւ չէր վախեցնում մարդկանց։ Նա թույլ չէր տալիս, որ մարդկանց վերաբերմունքը թելադրեր իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ, թույլ չէր տալիս, որ մարդկանց խոսքերը որոշեին, թե նա ինչպիսի խոսքեր պետք է ասեր, որովհետև վերջ-վերջո մարդիկ շատ հմուտ են մեզ պրովոկացնելու մեջ, կան այդպիսի մարդիկ, ովքեր իրոք մասնագիտացած են դրա մեջ, որոնք անդադար փորձում են ինչ-որ բառերով մեզ հրահրել, որպեսզի մեր բերանից ինչ-որ մի սխալ բառ դուրս գա եւ այդ բառն մեր դեմ գործածել։ Ուրեմն մենք պետք է շատ զգույշ լինենք այդ առումով եւ թույլ չտանք, որ մարդկանց վերաբերմունքը ձևավորի մեր վերաբերմունքը, հատկապես վիրավորանքի ժամանակ։ Հոգևոր տեսանկյունից վիրավորանքը Աստծուց չի բխում, բայց քո վերաբերմունքը պետք է Աստծուց բխի, եւ այն ինչ որ դու կբխեցնես քո ներսից, կարող է Աստծուն փառք բերել եւ լսողին շինություն։ Հայտնի գիտնական Վիկտոր Ֆրանկլը, ով փրկվել էր Հոլոկոստից եւ գրեց «Մարդը կյանքի իմաստի որոնումների մեջ» գիրքը, հետեւյալն է ասել. մարդուց ամեն բան կարելի է խլել, բացի մեկ բանից, մարդու վերջին ազատությունից, իսկ դա վերաբերմունքի եւ արձագանքի ազատությունն է։ Այսինքն, ինչ պարագայի մեջ էլ որ մարդը հայտնվի, ինքը ի վիճակի է ինքնուրույն որոշել, ինչպես վերաբերվել այդ իրավիճակին, ինչպես վերաբերվել մարդկանց։ Հետևաբար մարդկանց վերաբերմունքը չի, որ մեր մեջ արձագանք է առաջացնում, այլ մեր գիտակցաբար որոշումն է։ Մենք ունենք վերաբերմունքի ազատություն, մենք ունենք որոշում կայացնելու ազատություն, թե ինչպես կարող ենք դրան վերաբերվել։ Ամեն անգամ, երբ դու չես արձագանքում վիրավորողին նույն կոշտությամբ, այլ խաղաղությամբ, դու չես տալիս ուրիշին իշխանություն եւ վերահսկում քո ներսի խաղաղության հանդեպ։ Ջորդան Փիթերսոնը
ժամանակակից հոգեբանության ամենահայտնի գիտնականներից մեկն է։ Նա հետևյալն է ասում. թույլ մի տուր, որ քո բարկությունը ձևավորի քո խոսքը, խոսիր այնպես, ինչպես կուզես ապրել։ Նրա տեսանկյունից յուրաքանչյուր խոսք, հատկապես կոնֆլիկտային իրավիճակներին, կարող է ձևավորել քո ապագան, այն կարող է քայքայել, կարող է նաև շինել։ Հետևաբար մենք պետք է զգույշ լինենք մեր խոսքերի հանդեպ, երբ որ մեզ վիրավորում են կամ երբ որ մենք բարկացած ենք, մի պահ կանգ առնենք եւ մտածենք։ Մենք կարող ենք ցանկացած մեր խոսքի համար պատասխանատվություն կրել։ Պետք է շատ զգուշավոր լինենք այս առումով։ Եվ երբ կոնֆլիկտի ժամանակ դու պատասխանում ես հանգիստ, հավասարակշռված, մտածված, դու խաղաղության գործիք ես դառնում երկու կողմի համար էլ, քեզ համար եւ դիմացինի համար էլ։ Հիմա վերջապես եկեք խոսենք այն 7 քայլերի մասին, որոնք մեզ օգտակար կլինեն կոնֆլիկտային իրավիճակի մեջ, հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ մեզ վիրավորում են։ Առաջին քայլ՝ դադար տուր։ Երբ ինչ-որ մեկը քեզ վիրավորում է, կոպիտ բառ է ասում կամ անպատվում է, մի պահ դադար տուր։ Բնազդաբար մենք ուզում ենք այդ ժամանակ արձագանքենք, հակազդենք, հարձակվենք, պատասխանենք, բայց մի շտապիր, դադար տուր։ Այ հենց այստեղ է, որ մենք կարիք ունենք երկայնամտության եւ ժուշկալության, այսինքն ինքնատիրապետման, վերահսկողության մեր հույզերի հանդեպ։ Դադար տուր եւ թույլ տուր, որ մարդը, վիրավորողը մենակ մնա իր եւ իր արտաբերած խոսքի հետ։ Դա օգտակար է եւ կարիք կա, որ մարդը, վիրավորողը ինքը զգա, ինքը լսի, ինքը հասկանա, թե ինչ ասած այդ պահին։ Երկրորդ, առերեսիր վիրավորողին իր իսկ ասած խոսքի հետ։ Օրինակ կարող ես ասել. քիչ առաջ դու ինձ ապուշ անվանեցիր։ Կարող ես ասել, թե ինչ նկատի ունեիր, կամ արդյոք ես ճիշտ հասկացա, որ դու ինձ անպատվեցիր։ Այդ պահին մարդը ստիպված է լինելու լսել իր իսկ կողմից արտաբերված կեղտոտ խոսքերը եւ անհարմար իրավիճակի մեջ կարող է հայտնվել։ Բայց դու դա արա ոչ թե գոռալով, ոչ թե հույզերով, այլ հանդարտ, անվրդով վիճակում։ Իհարկե գիտեմ դժվար է, գիտեմ դու հիմա կարող ես կոմենտների մեջ էլ գրես, որ անհնար է այդպես լինի, բայց ես հավաստիացնում եմ, որ որոշակի փորձառության հետ մեկտեղ կգա նաև երկայնամտություն քո մեջ, եւ դու կհասկանաս, որ դա ամենևին էլ անհնար բան չէ։ Կարևոր է, որ ինքդ քեզ դաստիարակես եւ դիսցիպլինի ենթարկես, որ երբ որ հայտնվես նման իրավիճակների մեջ, շատ արագ կարողանաս տիրապետել ինքդ քեզ։ Երբ որ տիրապետեցիր քեզ, այն ժամանակ կտիրապետես նաև իրավիճակին։ Սա հայլային անդրադարձի էֆեկտ կարող է թողնել վիրավորողի համար, այսինքն նա կարծես կանգնած այդ հայլու առջև եւ այն ինչ որ նա ասել է, այդ խոսքը իրեն է վերադառնալու, ինքը մենակ է մնալու, ինքը լսելու է այդ խոսքերը եւ պետք է կարողանա պատասխան տալ այդ խոսքերի համար։ Երրորդ, վիրավորանքի ժամանակ հիշիր, որ քո արժեքը չի որոշվում դիմացինի վիրավորական խոսքերով, այլ քո վերաբերմունքով։ Մարդը կարող է քեզ ստորացնել, անպատիվ խոսքեր ասել, անարգել քեզ, հայոյել անգամ, բայց միթե այդ խոսքերն են քեզ բնութագրողը։ Եթե մարդը քեզ օրինակ ինչ որ վիրավորական խոսք ասած, հիմար, անպիտան, ոչնչություն, եթե դու այդ պահին միանգամից էմոցիոնալ արձագանք տաս, դու քեզ մատնում ես, որ այդ խոսքերը ներթափանցել են քո մեջ, խոցել են քեզ, վերք են առաջացրել, ինչ որտեղ նաև համաձայնվել ես այդ արտահայտությունների հետ, հետևաբար թույլ մի տուր, որ վիրավորողի խոսքերը կամ վիրավորական խոսքերը սահմանեն քո արժեքը, քո վերաբերմունքն է որոշում քո արժեքը։ Չորրորդ, կարող ես հարցնել մարդուն. իսկ ինչու ես ինձ վիրավորում։ Հիմա դիմացինը կարող է այդ պահին ասի, բայց ես քեզ չեմ վիրավորում, ես իրականությունն եմ ասում, բայց դու կարող ես շարունակ կրկնել. կներես, մի հատ ուզում եմ հասկանալ, ինչու ես դու ինձ հիմա վիրավորում։ Այս առումով լավագույն օրինակն ունենք Աստվածաշնչից։ Հովհաննեսի ավետարան 18-րդ գլխի 23 խոսքում
Տաճարի պահակներից մեկը եկավ եւ Հիսուսին հարվածեց։ Եվ տեսեք Հիսուսի արձագանքը։ Հիսուսը նրան պատասխանեց. Եթե որևէ վատ բան ասացի, վկայիր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչու ես ինձ խփում։ Տեր Հիսուսն էլ հարցրեց. Ինչու ես ինձ խփում։ Ինչու ես ինձ վիրավորում։ Խնդրում եմ ինձ նախ դա պատասխանիր։ Ինչու ես ինձ վիրավորում։ 5-րդ քայլը վիրավորողին պատասխանելու. մի անձնավորիր, այլ կենտրոնացիր լուծման վրա։ Վիրավորանքը շատ ժամանակ երկկողմանի է լինում։ Քեզ վիրավորում են եւ դու ես վիրավորում, քո անձնական տարածք են մտնում, դու էլ ներխուժում ես դիմացինի անձնական տարածք, անձնապես է քեզ վիրավորում, դու էլ թիրախավորում ես իր անձը։ Խուսափիր այս ծուղակից, սա իրոք ծուղակ է, սա կարող է նաև փոս լինել, որի մեջ երկուսն էլ կհայտնվեն եւ դուրս գալը շատ դժվար կլինի։ Մի ասա դու էլ պակասը չես, դու էլ ես վատը, հլը մի հատ քեզ նայիր, այլ այդ պահին պարզապես կարող ես հակադարձել եւ ասել. կարծում եմ հիմա հարմար չէ քեզ հետ խոսելը։ Սովորաբար վեճերի ժամանակ մարդիկ չեն կենտրոնանում լուծման վրա, մարդիկ կենտրոնանում են անձի վրա։ Դրա համար մի մտիր անձնական տարածք, ասա, լսիր, եթե պատրաստ ես, մենք խոսենք լուծման մասին, գտնենք լուծումը, բայց եթե շարունակ ինձ պիտի վիրավորես, ես հիմա հարմար չեմ գտնում քեզ հետ խոսել։ Մի օր, երբ որ հարմար կգտնեմ, մենք կզրուցենք։ Մի օր, երբ որ դու հանդարտվես, սառես, հանգստանաս, այն ժամանակ քեզ հետ կխոսեմ։ 6-րդ, թե ինչպես կարող ես պատասխանել վիրավորողին։ Թույլ տուր, որ մարդը իր անձը փրկի։ Հնարավորություն տուր մարդուն։ Վերջի վերջո մենք որպես քրիստոնյաներ եւ հավատացյալներ պետք է ճիշտ դիրք ունենանք վեճի ժամանակ եւ նման չլինենք մեր դիմացինին, հակառակ դեպքում ինչով պետք է տարբերվենք։ Առիթ ստեղծիր։ Կարող ես օրինակ պատասխանել հետեւյալ կերպ. դե գիտես, ես էլ եմ տաքացած լինում, ես էլ եմ երբեմն մարդուն վիրավորում, ինձ մոտ էլ այդպես լինում, ես էլ եմ սխալվում, սայթաքում եմ, սուր բաներ եմ ասում, ում հետ չի պատահում, դու էլ ես հիմա այդ վիճակում։ Դրանով դու պարզապես ցույց ես տալիս, որ դիմացինը տաքացած է, սխալ խոսքեր է ասում, բայց դու ոչ թե հարձակվում ես իր վրա, այլ դու կարծես հայլի ես դառնում, որի մեջ վիրավորողը իրեն է տեսնում։ Վերջ-վերջո այդ ժամանակ մարդը իրեն կողքից դժվարանում է տեսնել, լսել եք, չէ՞, բարկության ժամանակ մարդիկ ասում են դու հլը քեզ կողքից տեսել ես, իրականում շատ դժվար է բարկացած մարդը իրեն կողքից տեսնի, նա տաքացած է։ Բայց երբ որ դու հանդարտ պատասխան ես տալիս եւ ասում ես, գիտես, ես էլ եմ այդպիսի վիճակի մեջ եղել, ես էլ եմ եղել, որ շտապել եմ լեզվով, սայթաքել եմ, ավելորդ բառեր եմ ասել, հետո զղջացել եմ, դրանով դու ցույց ես տալիս, որ նայ ես չեմ ուզում քեզ ստորացնեմ, դատապարտեմ, սխալ հանեմ, ես ուզում եմ քեզ օգնեմ, որ դու դուրս գաս այդ վիճակից։ Եվ 7-րդ, աղոթիր այն մարդու համար, ով քեզ ցավ է պատճառել, ով վիրավորել է քեզ։ Գիտեմ, հեշտ չի։ Հեշտ է ավելի աղոթել այն մարդկանց համար, ովքեր բարիք են մեզ պարգևել, բայց ովքեր ցավ են մեզ պատճառել, շատ դժվար է, բայց այ իրական աղոթքի արժեքը նաև հենց դրա մեջ է։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա էր եւ հանրության առջև նա պախարակվում էր, խայտառակվում էր, ստորացվում էր ամենավատ ձևերով, նա հետեւյալ աղոթքն արեց. Հայր, ներիր նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում։ Սա կարևոր աղոթք է։ Եվ այս աղոթքը կոչվում է բարեխոսական աղոթք։ Դու չես չարախոսում, դու բարին ես խոսում։ Եվ հենց այս աղոթքն է, որ կարող է նաև փոխել դիմացինին, ներգործել մարդու մեջ, առիթ տալ Աստծուն, որ միջամտի դիմացինի կյանքի մեջ եւ քո թշնամուն դարձնի քո բարեկամը։ Վիրավորանքից ոչ ոք չի կարող քեզ պաշտպանել այնպես, ինչպես դու ինքդ քեզ։ Քեզ վիրավորելը ցավ է, բայց քո վերաբերմունքն է ազատության բանալին, իսկ այդ բանալին քո ձեռքի մեջ է։ Դու չես կարող փոխել ուրիշների վարքը, բայց դու կարող ես փոխել քո վերաբերմունքը։ Դու պատասխանատու չես ուրիշների վարքի համար, բայց պատասխանատու ես քո վերաբերմունքի համար։ Հիմա եկեք տեսնենք, թե Աստվածաշունչը ինչ կարևոր խրատներ ունի մեզ տալու
այս առումով։ Առակաց 15 գլխի առաջին խոսքում Սողոմոն իմաստունը հետևյալ խորհուրդն է մեզ տալիս. մեղմ պատասխանը հանգստացնում է բարկությունը, իսկ վիրավորիչ խոսքը գրգռում է բարկությունը։ Երբ որ կողմերից մեկը գոնե կարողանում է մեղմ պատասխանել, հավաստիացնում եմ ձեզ, մեղմ պատասխանը վերահսկում է իրավիճակը։ Մեղմ պատասխանը կարող է վերահսկել նաև բարկացածի կամ վիրավորողի վերաբերմունքը։ Իսկ տեսեք, թե Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին ինչ խորհուրդ է տալիս կռիվների կամ բարկության ժամանակ։ Երկրորդ Տիմոթեոս 2 գլուխ 23-րդ խոսքում հետևյալը գրեց. խուսափիր հիմար ու անօգուտ վիճաբանություններից։ Տեսեք ինչ կարևոր խորհուրդ է։ Երբ որ տեսնում եք, որ զրույցը վերածվում է վիճաբանության, եւ դա անօգուտ է, դա հիմար է, այսինքն անմիտ է, իմաստ չունի, դու մեկ բան ընդամենը կարող ես անել՝ խուսափել։ Ոմանց համար խուսափելը կարող է թվալ պարտություն, բայց Աստծո խոսքի դատողությամբ խուսափելը հաղթանակ է։ Շարունակության մեջ ասում է առաքյալը, որ դրանք կռիվներ են ծնում։ Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անողակալ, հակառակվողներին հեզությամբ խրատի, թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու և սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են նրա կամքը կատարելու համար։ Տեսեք, որքան դիպուկ է ասում Պողոս առաքյալը, այո, վեճերի ժամանակ սատանան որոգայթ է լարում և շատերն են ընկել այդ որոգայթը, իրենց սխալ բառերի որոգայթը, իրենց սխալ արարքների որոգայթը։ Հետևաբար դրանից խուսափելու մի տարբերակ կա ըստ Պողոս առաքյալի։ Պարզապես խուսափիր հիմար և անիմաստ վեճերից։ Եվ վերջապես եկեք հիշենք ավետարանի ոսկե կանոնը։ Սա նաև կյանքի ոսկե կանոն է մեզ համար։ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 12 խոսքում Տեր Հիսուսը հետևյալն ասաց. այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես և դուք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։ Այսինքն, ձեր վերաբերմունքը սահմանելու է մարդկանց վերաբերմունքը ձեր հանդեպ։ Ձեր վարքը և ձեր արձագանքը որոշելու է մարդկանց արձագանքը ձեր հանդեպ։ Սա է ոսկե կանոնը և սա միշտ գործում է։ Այս կանոնը երբեք չի ժանգոտում, այս կանոնը երբեք իր արժեքը չի կորցնում։ Դրա համար աստվածաբանները այն անվանեցին ոսկե կանոն, այսինքն դա արժեքավոր կանոն է և դա կանոն է, դա գործում է, դա միջանձնային հարաբերությունների մեջ ամենագործուն կանոններից մեկն է։ Վերջ ի վերջո, զրույցը չպետք է վերածվի հաղթանակի մենամարտի։ Երբ որ մարդիկ մտնում են այդ վեճի մեջ, այն մտադրությամբ, թե ով ում պետք է հաղթի։ Զրույցը պետք է վերածվի ճշմարտության որոնման։ Այսինքն, երբ որ մենք զրուցում ենք, եւ այն այլևս վեճի չի վերածվում, այն վերածվում է լուծման որոնումների։ Մարդը պետք է խոսի ճշմարտության բացահայտման համար, ոչ թե սեփական անձի ճշմարտացիությունն ապացուցելու եւ հաղթելու համար, որովհետեւ նման հաղթանակը սնուցում է էգոն, իսկ ճշմարտությունը սնուցում է հոգին։ Ուրեմն մի խոսիր քեզ արդարացնելու համար, մի խոսիր հաղթելու համար, խոսիր, որ հանդարտեցնես մթնոլորտը և վերականգնես հարաբերությունը։ Հուսով եմ այս փոդքասթը քեզ օգտակար եղավ, բայց դու էլ կարող ես օգտակար լինել մեկնաբանության պատուհանում գրելով քո կարծիքը կամ կիսվելով քո փորձառությամբ։ Օրինակ, եթե այս կետերից որևէ մեկը քեզ օգտակար եղավ, կարող ես գրել, ես իսկապես շատ օգուտներ եմ քաղում ձեր մեկնաբանություններից, կամ էլ եթե ինչ-որ մի կետ դուք ձեր կողմից եք ուզում ավելացնել, դա էլ գրեք, դա ինձ համար էլ է օգտակար եւ մյուս ընթերցողների, կամ էլ կարող եք կիսվել ձեր վկայությամբ, ինչպես եք հաղթել կոնֆլիկտային իրավիճակները, կամ ինչպես եք հարթել հարաբերությունները, կամ ինչպես եք վերաբերվել, երբ մարդիկ ձեզ վիրավորել են։ Իսկ հիմա աղոթենք։ Տեր,
Երբ խոսքերն ինձ ցավեցնում են, սովորեցրու ինձ լռել սիրով։ Երբ սիրտս բորբոքվում է վրեժով, լցրու այն խաղաղությամբ։ Երբ ուզում եմ պատասխանել բարկությամբ, օգնիր ինձ վերաբերվել բարությամբ։ Երբ ուզում եմ փակել սիրտս մարդու առաջ, այն բաց պահիր քո սիրով։ Տեր, ես ընտրում եմ ներել, եւ ոչ թե նրա համար, որ հեշտ է, այլ որովհետև անհրաժեշտ է։ Քանի որ դու ինձ ներեցիր, ես էլ դիմացինին կներեմ։ Հիսուսի անունով։ Ամեն։